Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան խոհանոցն է։ Շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ հետևում եք մեր հաղորդումներին։ Բարեկամներ, մենք շարունակում ենք ներկայացնել ձեզ ուտեստներ մեր ազգային խոհանոցից։ Չէ՞ որ մեր ազգային խոհանոցը աշխարհի ամենահամեղ եւ բազմազան խոհանոցն է։ Ներկայացվելիք ուտեստը այսօրվա կոչվում է աշտարակի բորանի։ Բաղադրությունը հետևյալն է, հարգելի հեռուստադիտողներ, օգտագործելու ենք եւ կարագ եւ ձեթ, բամյա, մասուրի չիր, օգտագործել ենք մարվանդակի կոթեր եւ գառան միս։ Գլխավոր համեմունքը, ինչպես միշտ մենք կրում ենք մեզ հետ եւ դա ձեզ համար է, դա մեր սերն է եւ հոգու ջերմությունը։ Պատրաստելու համար հարկավոր է տապակը տաքացնել, պիտի կտրատենք գառան փապկամիսը մկանային հյուսվածքին ուղղահայաց։ Պիտի նշեմ, որ գառան փապկամիսը նախորոք համեմված է, հարգելի հեռուստադիտողներ, եւ մենք համեմել ենք աղով, պղպեղով, սպիտակ գինով եւ մի քիչ ուրց։ Ուրցին էլ մենք անվանում ենք համեմունքների համեմունքը։ Ինչի համար, որովհետև ուրցը ոչ միայն ունի լավ համային եւ հոտային արժեքներ, համա եւ բույրն է լավ, նա նաեւ ունի շատ բուժիչ հատկություն եւ ախտահանիչ դերակատարություն այդ թվում։ Այնպես որ ուրցը շատ լավ է եւ լավ է ոչ միայն որպես թեյ, այլ նաեւ որպես ուտեստի համեմունք։ Ահա, տապակը տաքացրինք, ձեթը պիտի դաղվի, ձեթը դաղվելուց հետո գառան միսը կեղևապատենք, այնուհետև մի քիչ կարագ կավելացնենք։ Շատ տեղին է եւ շատ լավ ժամանակ է հարմար, որ մի քիչ նաեւ խոսենք, թե ինչպես պիտի պատրաստենք մասուրի չիրը։ Եվ աշխատենք, որ բոլոր կողմերից կեղևապատի միսը եւ բացատրենք մասուրի չիրը հենց թարմ ժամանակ, այսինքն այն ժամանակ, երբ որ ինքը դեռ պես առողջ է եւ լի, տրուս, այսպես փքված, կտրում ենք մեջտեղից եւ փոքր գտալի օգնությամբ հեռացնում ենք սերմերը։ Սերմերը հեռացնելուց հետո կարելի է մի քիչ արևի տակ փռել եւ չորացնել։ Կեղևապատեցինք արդեն, կրակը շատ ուժեղ պիտի լինի։ Այն համեմելու եղանակը, որ ես նշեցի գառան մսի համար, այսինքն աղ, պղպեղ, սպիտակ գինի, ձեթ եւ ուրց, ձեթը եւ գինին, հատկապես սպիտականապակ գինին նպաստում է նրա մկանային հյուսվածքները փափկացնելուն, հատկապես երբ որ մենք ուտեստը պատրաստելու ժամանակ օգտագործելու ենք թե տապակման մշակման եղանակ, թե խորովելու, շատ լավ է, որ մկանային հյուսվածքը թուլացնենք։ Այնպես որ հարգելի հեռուստադիտողներ, նախապատրաստական ճիշտ աշխատանքներից է կախված ուտեստի հաջող լինելը։ Իսկ ինչպես նշում են շատ ու շատ խոհարարներ եւ իրավացիորեն նշում են, ընդհանրապես ուտեստ պատրաստելը սկսվում է դեռ մթերքի ընտրությունից եւ նրա որակից։ Կարծում եմ հիմա արդեն կարելի ավելացնել մի քիչ կարագ։ Կեղևապատեցինք միսը, իսկ ինչ ասել է կեղևապատել։ Մենք ապահովագրեցինք նրանից ջրի, հեղուկի կամ հյութի, այն է սննդային արժեքի արտահոսքից։ Հիմա կարող ենք արդեն ծածկել, որ շոգեհարվի, իսկ մինչ այդ մենք կնախապատրաստենք մարվանդակը եւ բամյան։ Մարվանդակը
հարկավոր է կտրատել լուծկու հատիկի երկարությամբ, բայց համաչափ կտրատել, այսինքն եթե կան հաստ ու բարակ մասեր, հարկավոր է այն հավասարեցնել։ Մարվանդակի օգտակարության մասին արդեն բոլորը գիտեն, ցավոք սրտի շատ դեպքերում մենք այն ուտեստի մեջ չենք տեսնում, այլ միայն թթուների, մարինադների, այնինչ շատ լավ է եւ շատ հարմար եւ շատ օգտակար կլինի, որ մենք նաեւ սննդի համակարգ ներգրավենք մարվանդակը։ Սա այսպես։ Բամյայի պոչիկները կկտրատենք։ Բամյան կմիացնենք մի քիչ ավելի ուշ ուտեստին, որտեղ նա շատ երկար ջերմային մշակման կարիք բոլորովին չունի։ Եվ շատ կարևոր է բամյայի ընտրությունը նույնպես, որ լինի մատղաշ բամյա, երիտասարդ ասենք, այսպես։ Շատ լավ բույր ունի, շատ լավ, բամյայի մասին մենք նորից պիտի նշեմ, որ ցավոք սրտի շատ ավելի օգտագործում ենք որպես թթվի այսպես տեսականի, բայց նրա այն կպչողականությանը նպաստող այդ նյութը, որ մենք բոլորս տեսել ենք խաշվելուց հետո, շատ օգտակար է մեր հոդերին, այնպես որ նորից պիտի շատ օգտագործենք, որ խուսափենք հոդացավերից։ Ընդհանրապես մեր բնությունը հրաշք է եւ ամեն ինչով մեզ պարգևատրել է, ամեն ինչով պիտի շատ ուշադիր լինենք բնության նկատմամբ եւ զուգընթաց մենք ունենանք նաեւ առողջ օրգանիզմ։ Ահա։ Միսը պատրաստ է 80%-ով։ Մենք հիմա կավելացնենք մարվանդակը, մասուրի ճիրն ասեմ, որ ունի թթվաշ համ, որքան էլ որ տարօրինակ է, չէ՞։ Մենք թթու միջավայր ստանալու համար երբևիցե չենք պատկերացնի օգտագործել մասուրը։ Մասուրը միայն չորացնում ենք կամ թեյի հետ, կամ լավագույն դեպքում մասրամածուն, այդ հիասքանչ ուտեստն ենք պատրաստում, մասրամածուն, բայց չորացնելու տարբերակը միշտ մոռացվել է։ 2-3 րոպե շոգեհարվելուց հետո ձեթի մեջ, ձեթի եւ կարագի մեջ մենք կավելացնենք բամյան, որից հետո ուտեստը ուղղակի պատրաստ կլինի։ Քանի որ գարան միսը համեմված էր, մենք դեռ համեմելու մասին խոսք չենք բացում։ Ահա։ Այսպես բամյայի շերտը Եվս 2-3 րոպե եւ ուտեստը պատրաստ է։ Մենք կարող ենք այդ ընթացքում նախապատրաստել մատուցող ափսեն, իսկ մատուցելու ենք ինչպես միշտ բոլոր բորալիների ժամանակ կավե հատուկ ափսեն, տակը լավաշ, հացերի հացը փռված։ Բարեկամները, հայ եւ վերջ, պատրաստվեց ուտեստը, եթե հիշում եք, մենք բանջարեղենի համար աղ եւ այլ համեմունք չենք ավելացրել, մի քիչ աղ, մի քիչ սև պղպեղ, մի քիչ կարմիր պղպեղ, վերջ։ Ուտեստը պատրաստ է այս տեսքով։
աշտարակի բորանի։ Բաղադրությունը նորից գառան միս, մարվանդակ, մասուր չոր, բամիա, իր յուղը, և աղ պղպեղ ձետ մի քիչ կարակ, բնականաբար, ինչպես միշտ, հացերի հացը, ասպես կողքը, հացափունջ։ Ես ուղղակի հարցնեմ այն մարդկանց, ովքեր շատ են կարևորում ուտեստի տեսքը։ Ինչով պիտի ևս մեկ անգամ զարդարենք այս ուտեստը։ Կարծում եմ այնպիսի գույներ են, այնպիսի վառ արտահայտված, այսպես երանգներ են գույների, որ այլ ձևավորում այստեղ հարկավոր չէ, հարգելի հեռուստադիտողներ, պիտի խոստանալ, որ մեր ժամանակը քիչ է եւ ցավալիորեն քիչ է։ Հա եւ եկավ ժամանակը, որ մենք ժամանակավոր հրաժեշտ տանք իրար, այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, հարգելի հեռուստադիտողներ, պիտի եւս մեկ անգամ խորհուրդ տամ, որ միշտ օգտագործենք ազգային խոհանոցի ուտեստներ, մենք կլինենք առողջ, մենք կլինենք երջանիկ, մենք կլինենք հասկանալի մեկս մյուսի համար, տարածենք բարություն, մեզանից դուրս եւ համբերություն, որովհետև դարը հաղթանակի դար է եւ մեր միասնությամբ է, որ մենք հասնելու ենք հաղթանակների։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսյուն բարեկամներ։ Աշտարակի բորանի, գառան միս 300 գրամ, բամիա 200 գրամ, մարվանդակ 30 գրամ, մասուրի չիր 30 գրամ, կարակ 50 գրամ, ձետ 20 գրամ, աղ, պղպեղ, բարեխորշակ։